Բնապահպանության և ընդերքի ոլորտներում 2024 թվականին 2023-ի համեմատ արձանագրված իրավախախտումները նվազել են, աճել է հարուցված վարչական վարույթների քանակը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է տարին ներկայացրել արձանագրված ցուցանիշները։ Բոլոր ուղղություններով արձանագրվել է 2536 իրավախախտման դեպք, որը 23 թվականի համեմատությամբ նվազել է 0,3%-ով, իսկ 22 թվականի համեմատությամբ աճել է 22,1%-ով։ Հարուցվել է 1645 վարչական վարույթ, 23 թվականի համեմատությամբ այն աճել է 21,7%-ով, իսկ 22 թվականի համեմատությամբ 76,9%-ով։ Արդյունքում վարչական տույժի է ենթարկվել 992 անձ, կիրառվել 1346 վարչական տույժ։ Նախորդ տարի ավելի քան 51%-ով ավելացել է տուգանքի չափը, գերազանցելով 205 միլիոն դրամը։ Բյուջե մուտքագրվել է ավելի քան 242 միլիոն դրամ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 68,6%։ 2024-ին նվազել են ապօրինի ծառայահատման և փայտանյութի ապօրինի ձեռքբերման դեպքերը։ Տեսաբազմազանության ոլորտում արձանագրվել է 916 իրավախախտում, նշանակվել 29 միլիոն 910 հազար դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է բուսական և կենդանական աշխարհի պատճառած վնասը 1 միլիարդ 136 միլիոն 214 հազար դրամի չափով, ապօրինի հատված ծառերի քանակը 13013 ծառ, ապօրինի որսի դեպքերը 12, բռնագրավել է որսորդական 7 զենք, վերահսկողական տարբեր միջոցառումների ընթացքում առգրավել և նաև առգրավել է 73 լողամիջոց, 923 ձկնորսական ցանց, 2579 խեցգետնավորսիչ, 1 հատ ուրկան և 3 հատ լողամիջոցի շարժիչ։ Նախորդ տարի առավել հաճախ արձանագրվել են առանջերօգտագործման թույլտվության ջրառի իրականացման դեպքեր։ Ընդհանուր ստուգումներով հայտնաբերված ապօրինի ջրառ իրականացնելու հետևանքով կանխվել է շուրջ 790 լիտր վարկյան կամ տարեկան կտրվածքով 11 միլիոն մետր խորանարդ ապօրինի ջրօգտագործում, որը մոտավորապես համարժեք է Սյունիքի մարզի Շամբի ջրամբարի օգտագործվող ջրածավալի քանակությանը։ 2024-ին տեսչական մարմինը շարունակել է վերազինվել ժամանակակից սարքավորումներով, անօդաչուներով և ստորգետնյա քարտեզագրման ձեռքի համակարգերով, որոնք հնարավորություն են տվել ստանալ ավելի ճշգրիտ արդյունքներ և կրճատել աշխատաժամանակը։ 25 թվականի համար մենք ավելի բարձր, կարելի ասել, սահմանաչափ են գրել։ Կարևորվել են նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացները։ Օրինակ ունենք տեսուչ, պայմանական ասած, որը որ 2022 թվականին և 2025 թվականին նրանք տարբեր մարդիկ էին իրենց մասնագիտական ունակություններով ու հմտություններով։ Նախորդ տարում լավագույն ցուցանիշներ արձանագրած աշխատակիցները պարգևատրվել են։ Ուրել Մկրտչյան, Արամ Հարությունյան, լուրեր։